մեծ կարևորություն եմ տալիս 25-օրյա հավաքներին։ Այս տարիների նշանակալի ձեռքբերումներից եմ սա համարում, մասնավորապես սա ապահովելու է պահեստազոր, թիկունք եւ բանակ կապը, որովհետեւ առիթ եմ ունեցել նաեւ ասելու, որ սա մեր մեծագույն խնդիրներից էր, մասնավորապես 44-օրյա պատերազմի ժամանակ։ Չեմ ասի, որ այդ խնդիրը ամբողջությամբ հաղթահարված է, բայց դրա հիմնաքարը դրված է, հաշվի առնելով, որ արդեն մենք ունենում ենք ըստ էության 100% համալրում պահեստազորի 25-օրյա հավաքների, սա նշանակում է, որ մեր օրենսդրական փոփոխությունները, մեր պատկան մարմինների հետևողականությունը, տարածքային կառավարման մարմիններ, կառավարություն եւ տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությունը, ինչպես նաեւ այս վերջերս մենք արդեն հնարավորություն ենք ընձեռնել նաեւ սրան մասնակից դառնալ ռազմական ոստիկանությանը եւ կարծում եմ սա նույնպես տալիս է իր դրական պտուղները։ Մենք էական ներդրում ենք կատարել նաեւ կապիտալ շինարարության ոլորտում։ Ես մի քանի թիվ կհնչեցնեմ, որոնք շատ խոսուն են, մասնավորապես կանդրադառնամ կապիտալ ծախսերին 2018 թվականին։ Կապիտալ ծախսերը 2018 թվականին կազմել են շուրջ 17 միլիարդ 718 միլիոն դրամ եւ խոսեմ 2025 թվականին։ 2025 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ ծախսերը կազմել են ուշադրություն 57 միլիարդ 702 միլիոն 154 հազար դրամ։ Սա իհարկե ապահովում է եւ ամրաշինական կառույցների շինարարությունը եւ զորանոցային ֆոնդի շինարարությունը եւ իհարկե նաեւ կենսապահովման այլ ուղղություններով կատարվող շինարարությունները, այդ թվում նաեւ վերանորոգումները։